Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփում են դասարան պլյուս դասական թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ 14-ից 16 տարեկան 250 աշակերտից 70-ներ անցել երկրորդ փուլ, մասնակցել դասախոսություններին, ներգրավվել թատերական ներկայացումներում։ Նախաձեռնությունը Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանինն է։ Ծրագիրն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ 2019 թվականից մենք իրականացնում ենք այս ծրագիրը եւ տարեցտարի այն ունենում է շատ հետաքրքիր զարգացում։ Ես այն նմանեցնում եմ ծառի, որը աճում է, ճյուղեր է տալիս եւ իր բերքը տարեցտարի կատարելագործում է։ Սա նախարարության դրամաշնորհային ծրագիր է, 23 միլիոն այս տարի հատկացվել է սրան եւ պարբերաբար հատկացվում է։ Եվ այս ծրագիրը նպատակային ծրագրերի շրջանակում է, այսինքն տարեցտարի եւ շարունակական ծրագիր է, քանի որ մենք արդեն իսկ, ինչպես ասեցի, տեսել ենք սրա ուրեմն կարևոր լինելը եւ արդյունավետությունը։ Փոխնախարարի խոսքով դասարան պլյուս դասական ծրագիրը պատանիներին արվեստին մոտեցնելուց բացի օգնում է նաև մասնագիտության կողմնորոշման հարցում։ Իրագործելով այս ծրագիրը մենք ոչ միայն պատրաստում ենք թատրոնին մոտիկ, թատրոնաճանաչ երեխաներ, լավ հանդիսատես, այլ սա ավելի լայն իմաստ ունի, ավելի խոր իմաստ ունի, սա նաև պատրաստում է լավ քաղաքացի։ Ըստիս սա լավագույն եղանակն է այս ժամանակահատվածում երեխաներին տալ իրական պատկերացում թատրոն երևույթի մասին, որն իր մեջ ներառում է արվեստի բոլոր տեսակները։ Ծրագրի մասնակիցների հետ հանդիպել ու թատրոնի աշխարհը բացահայտել են հայտնի դերասաններ, ռեժիսորներ, ոլորտի այլ մասնագետներ։ Նրանցից մեկը Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն է։ Առաջի պահից սկսեց հետաքրքիր դառնալ ինձ համար, որովհետև գալիս են ոչ այն երեխեքը, որոնք մենք ասենք ուզում ենք ընդունել թատերական ստուդիա կամ ուզում ենք ընդունել թատերական ինստիտուտ, գալիս են բոլոր երեխեքը։ Դա ինձ շատ հետաքրքրեց այդ բոլորը։ Ու սկսեցի ուրախանալ այդ թեմայի վրա, որ այսքան երեխա ուզում են թատրոն գալ, սիրում են թատրոնը։ Բեմական շարժում, խոսք, ռեժիսորական աշխատանք, բեմում երիտասարդներն են։ Պատանի դերասանների հետ աշխատանքում Արմեն Մարությանին օգնել է դերասանուհի Լուսինե Կոստանյանը, ներկայացումը հաջողված են համարում։ Եթե այն գործը, որ դու անում ես, քո կողքի մարդը, որ քեզ հետ աշխատում է, քո համախոհը չի, այդ գործը առաջ չի հետա։ Իրար տակ կփորեն ու ամեն ինչ կվերջանա, կգնա, այդ պատմությունը տենց կվերջանա։ Չէ, այս դեպքում մեր բախտը բերում է, որտեղ գործից տեղյակ մարդիկ են մասնակցում այդ ամեն ինչին։ Մարտի 18-ից ապրիլի 5-ը տևած թատերական կրթական ծրագրի շրջանակում պատանիները ներգրավվել են դրամատիկ, մնջախաղային ներկայացումներում, նաև մյուզիկլում։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։